խոսեմ դասավանդության մասին, ինչի համար դժվար է, որովհետև ես գործեմ խոսեմ գրագետ, Երևանություն լիգան եմ և հնարավորում ես իր պետական գաղթին մեջ բացարել։ Բայց մի պատ ինքատենք ես, դուք պատատի չէ որ ուսում գրագետ, կարող եմ ձեր բարերով ասել, պազապես ձեր հայկանությունները, որովը դուք ասել են։ Չէ կարող եմ ոչ մի ձեր բանջիով, ձեր արտահայտությունները, որովհետև ստեղ խնդիրը նա է, որ այսօր իրականում մեզ չեն դառնում։ Այսօր այս դահլիճում դատում է այս ժողովրդի ոգին։ Այդ շրանքները որը մնաց մարդուներից հետո։ Սա վերջին այն ակտիվ մասն է, որը դեռևս ի վիճակի է պայքարել իր համոզմունքների ու իր իրավունքների համար։ Ցավոք մեր ժողովուրդը այդքանը չի գիտակցում, մեր իշխանություններն էլ ամեն կերպ փորձում են վարկաբեկելով, բռնադատելով, բոլոր պայմանները ստեղծելով փորձում են մեզ մեկուսացնել։ Դրա բառ ապացույցը մեր կարճ հիշողություն, վառ տեսողություն ունեցող ոստիկաններն են, որոնք կարող իրան ցույց տան չեղած ջունսով գրանտանում դատարանի դահլիճում, ռոք և քիչքես ելույթ ունենան, որոնք կարող դասը սովորեն մինչև 32 հոդված է, բայց 33-4-ը չիմանան, և սենց բազում բաներ, որ ակնհայտ հասնում այն մասին, որ ստեղ գործում է այն օրենքը, որը ժողովրդի մեջ ասում է արդարադատությունը դա ոչ թե արդար դատելն է, արդարության է դատելն։ Սա պարզ պետական պատվերով միակ բան է, ու այս ոստիկանները իրանք խայտարակում են, ոստիկանի անունն են խայտարակում։ Եթե սա պարոն ոստիկանապետի ասած ոստիկանի նոր կերպարն է, ուրեմն մեր համար ամեն ինչ պարզ է։ Իսկ եթե չէ, ուրեմն գոնե բարի եղել, այդ որ ինստրուկտաժ են արել են մեր դեմ, մի հատ է որ սիրում հրահանգավորել են, ասեն կետա, սենց կասես, սենց կասես, սենց կասես։ Թե չեմ աղթի դեպում, չեմ եսել, չգիտեմ, չեմ իշում, աշկը մրմրացել է ուժով, իմ աշկն է մրմրացել։ Ես եմ ուժով, ինձ ուժով ճանաչեք ետել։ Եվ հաջորդ հարցը, ես չեմ կարող հասնեմ, ինձ ես սա մեր ոստիկանները այդքան թուլական, այդքան ինձ էի կոպերացիա են արել, ոտի վրա։ Կամերը զինչեցրել են, վերստեղրել են, մաքրել են, կապել են, գնացել են կամերը, ոնց եղավ ոստիկանի մեջքին տվել են այդ որ պարկել է վերակենդանացման բաժին։ Արեք հենց դերեք ոստիկան, ես տանը հաստատել ոչ թե թուլական։ Եվ ամենակարևոր վերջին որով եմ ասել, դուք խոսեցիք իրավորական արտահայտության։ Դե բավարար ինֆորմացիոն բանանում են ձեր խորը։ Չի կարելի իրավական արտահայտություն ունենալ, կմեկնաբանվի անձի իրավունքները ձեր գնալուց շատողություն դուրս։ Եվ վերջում ես ուզում եմ դիմեմ մեր պաշտպանության նախարարին կընտրանքով, որ մենք պաշտպանության նախարարություն ունենք բազմաթիվ կառույցներ և իրավական վարչություն և անձնակազմներ տարվող վարչություն այդ մարդկանց համար հետաքրքիր չի լավ երկու բարձրաստիճան սպա մասնակցել են այս գործողությանը իրանց հետաքրքիր չի դրդապատճառը որն է իրանք չկած ունեն վերաբերել մենք միտեղ զոհուզանյանի սարվում են բերոշատ փորձում են սա բանանել խոսքել դա Ներկան են տարի, կոչում են տարի, երբ որ հազարավոր պատերազմի մասնակից են ելնել ունեն, որ նրա դեպտակի կտոր չկա կոչում։ Նրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ այդքան սպա կա դարձած, ես ճիշտ ասած մինչև չնստա պատկերացում չունեի, ինչքան մարդկան նստած սպաներ։ Հարյուրավոր սպաներ գիտեմ իմ շրջապատում, իմ ընկերներից, իմ տղայի ընկերներից ինքնել ասպա, որ մասսայական լքում են բանը։ Իրանց չի հետաքրքրում դա, վերլուծություն չի արվում, եթե չեն կարող անել, ես իմ մեջ արել եմ, ուղղակի ստե ոչ թե մեզ լրագրողներին որ դրա մասին խոսել են, ոչ էլ ես ինձ թույլ կտամ, բայց եթե չեն կարող անել, ես իրանց հրավիրում եմ թողան, նստեն ես իրանց ասեմ խիատենց, ու խեն այդ մարդիկ գնում,
Որովհետև վերջի անգամ երբ որ դեպքումներով գնացել եմ ինձ զորամաս չեմ իհարկե անոր չեմ կարող։ Ունդեր վատա ասեց գեներալ մնացականյան գյովան։ Վերջում սենց ասեց վերջում հրամանատարը էլավ ասեց ինչ անեմ, մարդիկ չեն ուզում ծաղել։ Հենց իմի ասեց, սպայակազմի 60%-ի դրսակով այսին դիմիներ դուսյալի ոտից գրած։ Այս մեկ դուխը նեցա, որ իշխանական տապոնեք թիքերին եկեմ հրավեք, եթե դասան։ Բարեք է շիրանեք, մեզ կամավորական չէ, խնդիրը նրանում դա, որ ես այդ պային դիմումներ եմ գրած, մարդի հիմնին գրել եմ, օգոստոսի 12-ին նոր ազատել եմ ծառայություն։ Հետ էլ խոսում եմ այդ կարգապահության օրենքների պաշտպանական մասներից այդին։ Ու այդ ակտիվը որն է, երբ որ այնտեղ շատ նեղ հրամանատարներ էին հավարկել մեր շրջանի բաշտի հրամանատարների բարձր։ Երբ որ մնացականյան Յովան ասեց, ով ա ուզում զորացրվի, զարի կեսը բարձացավ, ես էլ հանձնաժողովի կազմից երակամներ, նա զարմացած մնաց ու չկարացավ բան ասել։ Սկսեց հայրենասիրություն քարոզել, չգիտեմ ինչ անել, բաղում եք երկիրը թողնելա։ Բայց երբ որ հնում ես այս երկին պետք այլես, բերում եմ բերում։ Եթե իմ երկինը թողդ մենք ձեզ եք, եթե ձեր երկինը ապր թողդ եթամ, ձեր երկինը թողդ ձեզ։ Ու դրա համար ես համոզված եմ, որ այսօր մեր երկրում տեղի են ունենում երևույթներ, որոնց դեմ արժանապատիվ մարդիկ չկարողանալով պայքարել թողում գնում են երկրից։ 100 տարի խոսում ենք ձևասպանության մասին 2 միլիոն մարդ են տեղահանել, որոնցից 1.5 միլիոնը կոտորվել է։ 20 տարում 2.5 միլիոն մարդ գնաց։ Մեկը մեղավոր ման չի գալի, դուք ինձ սաղորությունում սրանց բան չեք ասում։ Մեկը չի հետաքրքրում, այդ 2.5 միլիոն մարդը որպես հայ արդեն մեռած է, նրանց 90%-ը չի գալի։ Բայց մեկը սրանց չի ասում այդպես, երբ ձևասպանությունն է, ովը լնում ասում է, բրում բերում են բեր, դանում են դնում են խուլիգան։ Ես չեմ հասկանում, իուշելի այդքան խելոք մարդիկ կան, չեն տենում ինչ կատարվում, կամ հանցավոր անտարբերությամբ դրում են։ Ես ուղղակի ասում եմ, սիրտս պայթում է, չեմ կարող չխոսամ, բայց խոսալով եմ չի էլի, արդեն չի իմանում ինչ անում։ Խոսալով դի ենքան ասած իրականով է հարցում եմ։ Դրա համար ես նորից ասում եմ, որ այս մարդիկ գան, գոնե պաշտպանության, նախարարության պատասխանատու մարդիկ գան իրաց ես դեմ դերներ ասում ախտեր ջան, այս բաները չեք անում, դրա համար էլ այս կան մարդ գնացել է։ Հետո դուք այսքան ժուրնալիստներ կան, մի հատ բան արեք էլի, լրագրողական հետաքննություն անցկացրեք, տեսեք ստեղծման օրից Վազգեն Սարգսյանը ավարտած, քանի սպայա մնացել ծառայության մեջ, 30% չի կարծում։ Նրանց դուք եք ասեք արա այս մարդը, հայրեն ասել դասիրակված 16 տարեկան երեխա գնացել է Վազգեն Սարգսյան, ավարտել է մի տարի 2 տարի ծառայել է, 10,000 թողան ուզե ամեն չծառայած տարվանալ, 2,000 թող են վերցնում։ Մարդը փողը տալիս է միշտ հետ այս բանակից, ոչ մեկի չի հետաքրքրում են չի ատենց։ Ես 7 տարի ունեի ծառայել, դիմում գրի դուս եկա։ Մի հատ մեկը չկանչեց ասես, այ ախպեր, այսքան բանս արես երկրի համար, այդքան արում ես, այդքան պարգետներ ունես։ Ես հետում, լավ, ոչ մի անգամ չհարացրել։ Գիտեք ինչի չհարացրել, որտեղ իրանց պետք չի սպանել, իրանց պետք չի մնում սպանել, իրանց պետք է Ղարաբաղը ծախեն, ապաշնոր հրամանատարներ նշանակել իրանց բարեկամների շրջանում, վերջում են թուրքերը վերական հողերը վեկալ են, ասում են ժողովուրդ դուք եք մեղավոր չկարծակ պահեք, չկրվակ ախպեր, չի զոհ տվի։ Այսքան իրանց վրայից մեղքը գցելու համար մարդիկ բարդում են ուրիշների վրա, ես էլ ձեզ հարց եմ տալի, այ ժուրնալիստներ, նա գնացեք նայք, այսօր հակակոռուպցիոն պայքարը, որ միլիոններ են ուտում աշխարհի տարբեր երկրներից եկածով մեր բյուջեից, մեր ժողովրդի ճնջույքն են ուտում։ Ում դեմ են պայքարում, ով չի իմանում ստեղ կոռուպցիաներն ովքեր են։ Մենակ գնացեք նայեք, այս հյուրանոցնումն է, այս ինչ նախարարինը, այս
Խանութնումն է, ես ինչ դեպուտատինը, են զապրագենումն է, են ինչ գեներալինը, չգիտեք ումն է։ Որտեղ են եկ կորուպցիա մանգալ, այդ մարդնց հարց տվեք, սաղինել գիտեք, տեսեք ինչ եկան, փողերը ձեր մեջ բաժնիկ պրծրիկ տելևիզորով մի ասեք, որտեղ պայքար կա։ Ինչ եմ են պայքար, ես եմ կորուպցիաները։ Պրոստը ուզում եմ, որ լավ մեկնաբանեք։ Լրագրողներ ձեզնից է շատ բան կախված։ Թեժեմ այդ մենակ կամերում նստած նայում ենք, մեր լրատվությունը նայում ես, հեռուստատեսությունը, մտածում ես Հայաստանից լավ երկիր չկա աշխարհում։ Սա լավ է, սա դերակատարել են այս պլանեսկանը, այն աճերեսկանը, տնտեսական, ֆինանսական, երեսենշենքն, բայց ենքի ասմաս խերում է։ Որ մեկը չի ասում, լավ էդքան, որ լավ է։ Խեն է դու այդ ոգել գա։ Բոլորս մկուչի անիդոտն ասում, այս աշխարհանա կրեն։ Ասում է ինի, ասում է խի, ասում է որտեղ էդքան գնացողներից մեկը հետ կգար, որ բատնել է։ Չեմ իման, ժողովուրդ ջան, մտածեք, ուշ ալնել, երկու ամիս հետո ուշ ալնել իսկական։ Ու այս դիվերսիոն խմբեր, բան, այս հեքիաթները, որ պատմում են տելևիզորով։ Յուժեն միած հետիք դպին մարդ չկա, պարոն նախարարին ասի, պարոն նախարար, այդ որ դիվերսանտն է այդում խորովացանում կրակ գարում, որ գանիրան կրնել։ Թե մասնագետ չկա, որ կացի, մեր ռազմեջիկների միակ հարցնի, որ գնում են շամպերի, խանուր են, թալանում, 17 տարեկան երեխային սպանում, խորովացան ամենը, որ սաղթեն անցուսը հլմա գարվաշան։ Համար լավ հերիկը ժողորդի աշնի խոսք չեք, որ փիլիսոփաներ ասել ամբողջ ժողորդի մի մասին կարելի է խապել միշտ, ամբողջ ժողորդին կարելի է խապել որոշ ժամանակ, ամբողջ ժողովրդին միշտ խապել հնարավոր չի, հերիկ եղավար մի բանը դուզ ասեք էլ է։ Կներեք մի քիչ բորբոքման խոսքան։